Ինչպես մի առիթով ասել է մեծանուն կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը, երաժշտությունը բոլոր ժողովուրդների բնական պահանջմունքն է։ Եվ իրոք, առանց երաժշտության մեր կյանքը պատկերացնելը շատ դժվար է։ Եվ անգամ բանակում երգն ու երաժշտությունը մեծ կարևորություն ունի։ Ողջույն։ Հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է, եւ ձեզ հետ է Նորեր Հարությունյանը։ Այո, երաժշտությունը չի ճանաչում ազգություն եւ լեզու։ Երաժշտությունը համամարտկային արժեք է, առանց որի մարդիկ այլևս ապրել չեն կարող։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած ցավի կամ ուրախության ժամանակ երաժշտությունը մնում է մարդու ընկերը։ Պատահական չէ, որ այսօրվա հաղորդումը սկսում ենք երաժշտության մասին խոսելով, քանի որ մեր այսօրվա հյուրը իր ողջ կյանքն է կապել երաժշտության հետ։ Բայց մինչ հյուրի հետ ծանոթանալը, մոտենանք հրամանատարներին եւ խնդրենք մեզ ծանոթացնել իրենց զորամասի լավագույն զինծառայողներից մեկի հետ։ Ողջույն, պարոն մայոր։ Ողջույն։ Ձեր զորամաս այցելել է Մարտիկ հաղորդաշարը։ Շատ ուրախ ենք։ Մենք փնտրում ենք ձեր զինվորներից մեկին, Պետրոսյան Հովհաննեսին, այստեղ է ծառայում։ Այո։ Ինչպես կբնութագրեք ձեր զինվորին։ Շատ խելացի պատրաստված գրագետ զինծառայող։ Անձամբ կարող եմ ճանաչել դեռ։ Անպայման։ Խնդրեմ կուղեկցեք։ Շարքային Պետրոսյան։ Ես ինձ մոտ։ Պարոն մայոր, Շարքային Պետրոսյանը ներկայացել է ձեր հրամանով։ Դու մեր այսօրվա հաղորդման հերոսն ես եւ ձեր թույլտվությամբ արդեն Հովհաննեսի հետ խոսեմ առանց։ Վստահ եմ, այսօր մեզ եւ Հովհաննեսին բավականին հետաքրքիր օր է սպասվում։ Ուստի հիմա ճիշտ ժամանակն է ավելի մոտիկից ծանոթանալ օրվա հերոսի հետ։ Քանի տարեկան ես Հովհաննես։ 19։ Ինչքան ժամանակ է ծառայում ես։ Մոտ տարի կես։ Դժվար անցան տարի ու կեսը։ Չէ, նորմալ։ Հեշտ հարմարվեցիր ծառայական։ Երևի։ Ինչով էր զբաղվում միջով ծառայության գալու։ Սովորում եմ Որտեղ։ ինֆորմատիկայի քոլեջ։ Եվ մասնագիտությամբ ինչ էիր։ Ծրագրավոր։ Պետք է կավ քո մասնագիտությունը բանակում, թե ոչ այդքան։ Ոչ այդքան, բայց տեղերքան պետք է գալիս։ Իսկ ռազմական մասնագիտությունը որն է։ Ռազմական մասնագիտությունը սահմանային մարտկացում վարորդել։ Եվ դուրդ գալիս է մասնագիտություն։ Հա։ Ուրիշ ինչ մասնագիտություն կար, որ կուզեիր ունենալ, բայց չստացվեց։ Չգիտեմ։ Յուրաքանչյուր մասնագիտություն էլ դուր է գալիս։ Յուրով։ Վերջին անգամ տանը երբ ես եղել։ 6 ամիս առաջ։ Կարոտել ես ձերանց։ Հա։ Երգերաշտություն լսել սիրում ես։ Պետք է ասեմ, որ այսօրվա քո հյուրը անձամբ կապ ունի երգի հետ, եւ եթե դեմ չես, հենց հիմա գնանք ու քո հյուրի հետ ծանոթանանք։ Կարծում եմ այս զրույցից հետո ավելի լավ ճանաչեցինք Հովհաննեսին։ Իսկ հիմա, ինչպես արդեն խոստացանք, գնանք ու ծանոթանանք մեր այս հաղորդման հյուրի հետ։ Արթուր Իսպիրյանը, հայտնի երգիչ եւ այսօրվա մեր հերոսը Հովհաննեսը։ Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ զորամասում։ Սա ճիշտ ասած իմ առաջի այցելությունն է զորամաս, երբևէ չեմ եղել ոչ մի զորամաս։ Եվ շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ ու տեսնում եմ մեր զինվորներին, մեր հպարտ զինվորներին։ Քանի որ պարոն Իսպիրյանը առաջին անգամ է զորամասում, կարծում եմ շատ հարցեր կունենաք զինվորին, այնպես որ օրվա ընթացքում պետք է պատրաստակամորեն պատասխանեք։ Պատրաստ եմ։ Հոգևոր աշխարհի եւ զինծառայողների կապը անկասկած պետք է միշտ պահպանել։ Առանց հավատքի զինվորը չի կարող գործել իր ուժերի ամբողջ չափով։ Շատերը անգամ ասում են, առանց հավատքի զինվորը զինվոր չէ։ Դարեր շարունակ հենց հավատքն է մեզ դուրս հանել դժվարին իրավիճակներից։ Մեր մարտիկները ամեն անգամ աղոթքով են գնացել մարտի եւ հենց հսկայական հավատի շնորհիվ էլ հաղթանակած վերադարձել են։ Պարոն Իսպիրյան, կհիշեք, թե ինչպես առաջացավ միտքը երգիչ դառնալու։ Ես միշտ սիրել եմ լսել, ավելի շատ առաջացավ շատ երաժշտություն լսելուց։ Այն սերը դեպի երաժշտությունը, այն ձգտումը դեպի երաժշտությունը մի օր ինձ դարձրեց երգիչ։ Սկսած 1988 թվականից Արթուր Իսպիրյանը ծավալում է երաժշտական գործունեություն։ Իր կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև տարվա լավագույն երգիչ մրցանակին։
Թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որոնցից վերջինը Once Upon a Time in Yerevan ալբոմն էր։ She had a chance to make it big then once or twice, but no dice. She wasn't very nice. 'Cause she was too high. Too high. She got too high. Too high. Back and left the ground. Left to ground. Ինչ եք կարծում հայերենը երգելու համար հարմար լեզու է։ Իհարկե հարմար լեզու է եւ ես այն պիոներներից եմ եղել, որ արտասահմանյան ոճի, այսինքն soul ոճի երաժշտությունը, որը մենք միշտ լսել ենք անգլերեն լեզվով, ես եւ իմ ընկերները այդ մեր ժամանակաշրջանի հայերեն լեզվով սկսեցինք մատուցել այդ երաժշտությունը։ Ծառայել եք սովետական բանակում դուք։ Այո, ես ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, քանի որ այնտեղ զինվորական բաժին կար, զինվորական ամբիոն կար, որից հետո 2 ամսով մենք ծառայեցինք բանակում խմբով Սիմֆերոպոլ քաղաքում։ Հետո Արդեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում չեք եղել։ Չեմ եղել առաջի ցավոք առաջի անգամը, որ հաճախում եմ, ճիշտ է շատ լուրեր եմ լսել զորամասերի մասին, եւ լավ եւ վատ, դե ամեն տիպի լուրեր հասնում, բայց ես ավելի լավ մեկ անգամ գաս քո աչքով տեսնես։ Իսկ ինչը կուզեք առաջինը տեսնել նրանց առօրյայից, նրանց քնելու տեղը թե ճաշարանը, որն է ձեզ ամենաշատ հետաքրքրում։ Դե առաջինը ես մատուրը տեսա, որ շատ ուրախացրեց ինձ եւ ես կարծում եմ զինվորի համար շատ կարեւոր նշանակություն ունի հավատքը եւ ամեն ինչ ինձ հետաքրքրում է հիմա եւ ճաշարանը հետաքրքրում եւ որտեղ նրանք քնում են։ Քանի որ մենք հյուր ենք Հովանեսի մոտ, առաջարկում եմ ինքը առաջարկի թե ուր գնանք առաջինը։ Հովանես, ինչը կուզենաս մեզ առաջինը ցույց տալ։ Չգիտեմ դուք որտեղ եք ցանկանում։ Սկսենք զորանոցից։ Սկսենք։ Գնացինք։ Ինչպես որոշվեց, այդպես էլ անում ենք։ Գնանք զորանոց եւ տեսնենք դրա պայմանները։ Ինչ հիշողություններ է արտնասնում զորանոցը։ Ճիշտն ասած, երևի պիոներական ճամբարը, որ ես իմ մանկության հիշողություններում դա տպավորված մոտավորապես այսպիսին էր։ Նմանություն կա այս։ Նմանություն կա։ Մեր հյուրը հետաքրքրասերի պես մի հարցը մյուսի հետևից տալիս էր Հովանեսին, ով կարող ենք ասել, որ բավականին բանիմաց ծառայող է, քանի որ պարոն Իսպիրյանի բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները։ Այ ո՞նց եք որոշում ով է երկրորդ հարգում քնում, ով առաջի հարգում, սա ինչ որ հաստիկային որոշում է, Այսինքն այս ցուցակների ըստ պաշտոնների, զինվորների դասավորվածությունը։ Իսկ քո կարծիքով ավելի ցանկալի է ներքևում քննել, թե վերևում, ներքևում, չէ՞ Ավելի հարմար է ներքև։ Առավոտյան քանիսին եք արթնանում 6:30։ Հետո մարմնամարզություն, հետո հիգիենա, հետո ճաշը։ Քանի որ ես 2 տղա ունեմ, դեռ փոքր են, 9 տարեկան են, բայց ես հիմա Հովանեսին որ նայում եմ, պատկերացնում եմ տղաները ծառայելուց եւ այն զգացմունքները, որ ես այն ապրումները, որ ես պետքա ունենամ, ես ինչ որ տեղ, ինչ որ չափով հիմա ապրում եմ Հովանեսին տեսնելով, որովհետեւ բոլոր երեխաներն էլ ի վերջո պետք է դառնան զինվոր, ծառայեն հայրենիքի համար, ինչպես դու։ Պատմեցիք ձեր անցած կուրսերի մասին, բանակային կուրսերի։ Հիշում եք այդ ժամանակ որտեղ էիք գնում։ Դե կուրսերը 2 ամիս էր, Սիմֆերոպոլում եւ վրաններ էին, ժամանակավոր վրաններ էին, այնպեսի լավ պայմաններ չէին, բայց մենք շատ ուրախ էինք, որովհետեւ ժամանակ շատ ունեինք, ազատ էինք եւ դուրս էին գալի քաղաք ման էին գալի, մեզ համար շատ հետաքրքիր էր։ Առաջի անգամ Սիմֆերոպոլ, Ծովափնյա քաղաք։ Ասացիք, որ Ծովափնյա քաղաքում եք անցկացրել ձեր 2 ամիսը, իսկ աղջիկների հետ շփվելու ժամանակ ունենում էիք։ Իհարկե ունենում էինք։ Ինչ Ծովափնյա քաղաք, որ չգնայինք այն ժամանակ դիսկոտեկաներ, այսպես ասած,
Հա, գնում էինք, ժամանակ էինք անցկացնում եւ մինչեւ հիմա հիշում եմ հիշողություններ կան կապված մեր ծառայության հետ, Մեր բախտը դարձում չի վերել, մենք ծովապում չենք։ բայց ուրիշ շատ բաներում ա ձեր պետք ձեր բախտը բեր դուք ծառայում եք հայրենիքում ընդհանրապես սովետական բանակը եւ հայկական բանակը շատ տարբեր են, որովհետեւ սովետական բանակում ծառայում ես տարբեր ազգերի հետ, տարբեր մշակույթների հետ ես շփվում, ինձ թվում է ձեր բախտը բերել է, որ հայկական բանակում եք, որովհետեւ շատ ավելի դժվար է սովետական բան եղել, սովետական բանակում ծառայելը։ Գնանք երևի ճաշարանը տեսնենք, որովհետեւ ես որպես առողջ սնունդ քարոզող երաժիշտ, այսպես ասեմ, ինձ համար շատ կարևոր է մեր զինվորը ինչով է սնվում եւ արդյոք ճիշտ է սնվում զինվորը։ Ես տեղում ձեզ կարծեմ, թե ինչ է նշանակում առողջ սնունդ քարոզել, դուք կբացատրեք արդեն ճաշանում։ Այո։ Շարժվենք։ Գնացինք։ Իհարկե մենք այսօր կտեսնենք Զորամասի ճաշարանը, պարոն Իսպիրյան, բայց բանակում ամեն ինչ կանոնակարգված է ու իր հստակ ժամն ունի։ Մենք զինվորների հետ կճաշենք ուղիղ ժամը 2-ին։ Բոլոր զորամասերում զինծառայողները ճաշում են հենց այդ ժամին։ Իսկ մինչ ճաշարան գնալը որոշեցինք մի փոքր զրուցել Հովանեսի ծառայակից ընկերների հետ։ Ինձ հետաքրքիր է կա այստեղ զինվոր, որը մինչև նոր տարի տոներին լինելու է տանը եւ կանցկացնի նոր տարին ընտանիքի հետ։ Կա, քանի որ շուտով նոր տարի է եւ այդ տոնական օրերին ես գիտեմ ինչքան է կարոտել ձեր ծնողներին, ձեր ընկերուհուն, ընտանիքի անդամներին, բարեկամներին, ես ուզում եմ, քանի որ այս հնարավորությունը ստեղծվել է հանրային հեռուստատեսության եթերում, շնորհավորեք կամ ձեր մաղթանքները, կամ ձեր բարևները ուղարկեք ձեր ծնողներին եւ բարեկամներին։ Նախ եւ առաջ օգտվելով առիթից ուզում եմ ողջունել Մարտիկ հաղորդաշարի եւ շնորհակալություն հայտնել նման հնարավորության համար, որ հնարավորություն եք տալիս ողջունելու մեր ծանոթներին, հարազատներին եւ շնորհավորանքի խոսք հղելու նրանց գալիք տոների կապակցությամբ եւ ամանորի կապակցությամբ ուզում եմ նախ եւ առաջ շնորհավորանք հղել հարազատներիս, ծնողներիս, ուզում եմ ասել, որ բոլորին շատ կարոտել եմ, բոլորին շատ սիրում եմ եւ ուզում եմ ասել, որ նրանք թող հանգիստ լինեն, հուսալի լինեն, քանի որ մեր սահմանները ամուր են եւ մենք ցանկացած պահի կպաշտպանենք նրանց։ Ուզում եմ ողջունել մամային, պապային, բոլոր բարեկամներին, հարազատներին նոր տարվա տոների կապակցությամբ։ Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել բոլոր այն ընտանիքներին, որոնք սպասում են իրենց զինվորներին։ Շնորհավորում եմ ծնողներիս, ընտանիքիս, հարազատներիս, բոլոր բարեկամներին, իմ ընկերներին, այն ընկերներին, որոնք իմ նման նույնպես դիրքերում են, նույնպես ծառայում են, նրանց բոլորի նոր տարին եմ ուզում շնորհավորեմ։ Ուզում եմ շնորհավորել համակուրսեցիներից, համադասարանցիներից, ընտանիքիս անդամներին, ոչ միայն իմ ընտանիքի, այլև բոլոր զինվորների ընտանիքի անդամների նոր տարին, թող յուրաքանչյուր զինվոր ողջ առողջ հասնի իր ընտանիքին եւ կարեւորը ժամանակին հասնի տուն։ Բոլոր զինծառայողների ողջույնի խոսքերը վստահ եմ հասան իրենց հասցեատերերին, իսկ լսարանից դուրս գալուց առաջ պարոն Իսպիրյանը զինծառայողներին նվերներ մատուցեց։ Այսօր ուզում եմ ձեզ նվիրեմ իմ ձայնասկավառակներից մի քանիսը։ Իմ առաջին հայերեն ձայնասկավառակն է, որը կոչվում է Երեկնոն։ Այս ձայնասկավառակը Երևանի մասին է, երևանյան երգեր են, 70-ական թվականների երգեր, ժամանակ դուք ծնված չէիք, ձեր ծնողները կհիշեն կամ պապիկները։ Սա 80 թվականների հայկական մեր հայտնի կոմպոզիտորների երգերն են, եւ սա ուզում եմ նվիրեմ, եթե ազատ ժամանակ ունեք, թե կամ տոնական օրերին, կամ երբ որ մենակ եք լինում, կամ տխուր եք լինում, ինչ որ բանով ցանկանայի ուրախացնել ձեզ։ Իսկ հիմա արդեն ճաշարանի ժամն է։ Ստորաբաժանման անձնակազմի հետ կանգնենք շարք ու շարքով գնանք ճաշելու։ Իրանց քայլերը ին վազելն է։ Չէի լսել այս երգը, ճիշտն ասած։ Չգիտեմ նույնիսկ ով է հեղինակը, բառերի հեղինակը, բայց շատ ոգևորիչ եւ այսպես մարտական երգ է։ Սովետական բանակում ասում են ուժեղ հարվածում ես ոտքդ գետին, դա արյան շրջանառությունը լավացնում է, էլի։ Ավելի արտնասնում է, ավելի ոտքերը ամրացնում։ Ասացիք, որ քարոզում եք առողջ սնունդը, մի փոքր կբացեք շագերտները։ Դրա մեջ նաև մտնում է ոչ միայն սնունդը, այլ նաև չծխելը,
ինձ համար շատ կարևոր է, որ մեր զինվորը չծխի։ Եվ նաև շատ կարևոր է սնունդը։ Եվ տեսնենք ինչով է սնվում մեր զինվորը։ Ես ուզում եմ Հովհաննեսին հարցնեմ միշտ ամեն անգամ տարբեր ճաշատեսակներ եք ուտում, թե նույնն է։ Այո, ամեն անգամ տարբեր են լինում ճաշը։ Ես էքսպերիմենտներ շատ եմ սիրում անել, ես ինքս սիրում եմ խոհարարություն եւ չգիտեմ, ավելի բուսական եմ սիրում, ավելի բուսական գերակուրներ եմ սիրում։ Շնորհակալություն։ Հովհաննես, իսկ դու ինչ ես ամենաշատը սիրում ուտել։ Առանձնատուփս բան չկա, որ սիրում եմ երևի թե։ Ինչ էլ տան կուտես, եթե սովասնի։ Տանը ինչ ես կարոտել, հիմա որ գնաս տուն, ինչ ես երազում, մայրիկիդ որ ճաշը չնայած անակնկալ է լինելու, բայց ինչ ես մտածում, այսօր ինչ կհամտեսես տանը։ Չգիտեմ, երևի թե տոլմա։ Տոլմա։ Սիրում եք տոլմա։ Ես սիրում եմ տոլմա, բայց պասուս տոլմա։ Նորից բուսականը դեպի։ Նորից բուսական, շատ համեղ է սաղաթում։ Աղը շատ չի, ես չեմ սիրում, որ աղը շատ է լինում, շատ համեղ է։ Հետո սուպը կփորձենք եւ այս հավով եւ հարիսա է սա։ Հարիսա կփորձենք։ Կալորիապես հարուստ սնունդ եմ տեսնում։ Իսկ դիրքերում ինչ եք ուտում Հովհաննես։ Դիրքերում հիմնականում ճաշանից հեռու, այսինքն ոնց է լինում մատակարարում, պահածոները։ Օրինակ մսային, հա։ Մսային էլ բանջարեղենային։ Դուք գերադասում եք ավելի ճաշարանի գերակուրը, քան թե դիրքերի։ Մի կուշտ փորով հաց ուտելուց հետո մենք մեր հյուրի հետ բարձրացանք դիրքեր, որտեղ եւս զինծառայողները շատ բան ունեին ցույց տալու իրենց հյուրին։ Ձեր բախտը բերեց պարոն Իսպիրյանը առաջին անգամ Զորամասում եւ առաջին անգամ դիրքերում։ Քչերին է այսպեսի առիթ։ Ես շատ զարմանալի է ու անսպասելի։ Շատ ուրախ եմ որ գտնում եմ, ինձ համար շատ մեծ փորձ է սա։ Հովհաննես, այստեղ մարտական հերթապահություն իրականացրել ես։ Հա։ Այսինքն տեղանքին լրիվ ծանոթ ես։ Հիմա Հովհաննեսին խնդրենք մեզ հերթով ամեն ինչ ցույց տա։ Այո։ Դիրքեր ժամանելուն պես պարոն Իսպիրյանը նկատեց մի շատ յուրահատուկ ցուցակ գրաֆիկ եւ զինծառայողներին հարցրեց, թե ինչ է դա եւ ինչ նշանակություն ունի։ Ուզում եմ հարցեմ, ինչի համար է սա գտնվում դրսում, ինչու ներսում չի դրսում է։ Դրսում է, քանի որ մինուս 20 աստիճան ջերմաստիճանի դեպքում հերթափոխը կատարվում է որ նախատեսված է, կատարվում է որպես, այսինքն ավելի լավ առույգ ծառայություն տանեն եւ չօգնեն։ Այս գրաֆիկի մասին տեղեկություններ ստանալուց եւ մի լավ զարմանալուց հետո Արթուր Իսպիրյանը մտավ գետնատնակ ու տեսավ, թե ինչ պայմաններում են քնում ու իրենց հանգիստը կազմակերպում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները։ Պարոն Իսպիրյանի հրավիրում եք սուրճ խմելու։ Վայ կարիք չկար էս նեղ պայմաններում սենց հրավերքներ։ Եկնես լավ կզգաք, որ ամենակները սուրճ խմելու։ Մեծ հաճիկոր, ես էլ լավ կզգամ, ձեզ հետ միասին։ Դիրքերի սուրճից դժվար է հրաժարվելը, մանավանդ երբ սուրճի են հրավիրում զինծառայողները։ Պարոն Իսպիրյանը առաջին անգամ է դիրքերում եւ գուցե զարմացած մնա այս հյուրասիրությունից, բայց պետք է ասել, որ մարտիկ հաղորդաշարին միշտ սպասում են զինծառայողները եւ ամեն անգամ հրավիրում են մեկ գավաթ սուրճ խմելու։ Պարոն Իսպիրյան, կարծում եմ այս օրը կդաջվի ձեր հիշողության մեջ, քչերին է այսպեսի առիթ ընձեռնվում դիրքապահ զինվորների հետ նման սեղանի շուրջ նստել։ Ես շատ շնորհակալ եմ, որ այսօր առիթ ունեցա մեր զինվորների հետ նստել, մանավանդ դիրքերում նստել սեղանի շուրջ եւ շատ հուզված եմ եւ կողմից շատ հպարտ եմ, որ այսպիսի զինվորներ ունենք, որ պաշտպանում են մեր հայրենիքը եւ շատ շնորհակալություն ձեր հյուրասիրության համար։ Ձեզ ցանկանում եմ առողջություն եւ հաջորդ տարին թող ձեզ համար նշանակալի տարի լինի, ամենակարևորը խաղաղություն լինի, վերջացնեք ձեր ծառայությունը, գնաք ձեր ընտանիք։ Սուրճը խմելուց հետո բարձրացանք հենակետի մատուռ։ Փաստորեն հենակետերում էլ մատուռներ կան։ Դա եւս նորություն էր մեր հյուրի համար։ Հոգևոր աշխարհի եւ զինծառայողների կապը պահպանվում է նաեւ դիրքերում։ Բարձրանանք մատուռ, աղոթենք ու գնանք հրետանու հրամատ։ Բանն այն է, որ այս անգամ մենք եկել ենք հրետանավորների հենակետ եւ անպայման որոշեցինք տեսնել վերջին շրջանում բավականին արդիական դարձած հրետանին։ Ցավոք սրտի մեր թշնամին շարունակում է լկտիաբար խախտել հրադադարի կանոնները
եւ մենք ստիպված ենք նրան լրացնել հրետանու հուշկու հարվածներով։ Տղաներին մաղթենք բարի ծառայություն եւ վերադառնանք Զորամաս, որտեղ Հովանեսին մեծ անակնկալ է սպասվում։ Շարքային Պետրոսյան, ինձ մոտ։ Արմար Շարքային Պետրոսյանը ներկայացել է ձեր հրամանը։ Շարքային Պետրոսյանի լավ ծառայության համար հայտարարում ենք 5 օր ազատ արձակում։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհավորում ենք Հովանես։ Կարծում եմ միասին էլ կարող են գնալ ու ծնողներին անակնկալ մատուցել։ Մեծ հաճույքով։ Մինչ Հովանեսենց տուն հասնելը ճանապարհին մտածեցինք, թե ինչ կերպ անակնկալի բերենք Հովանեսի ծնողներին, իսկ թե ինչ ստացանք արդյունքում, առաջարկում եմ դիտել միասին։ Բարև ձեզ, Գրետա Գրիգորյան դուք եք, Սմբատ Պետրոսյան, Սարգիս Պետրոսյան, Հովանես Պետրոսյան, հաստատ, բայց ստեղ գրված է, որ բանակում չի։ Չէ, ճիշտ, ես ոչ ստեղ բարդացեք, ստեղ գրված է, որ բանակում չի։ Հատվեցրեք։ Հովանեսը բանակում, բարև ձեզ։ Արարատի Զորամասում։ Կան տեսնենք ինչ է ոնց է պրոժեկտորով բանալը Հովանեսը բանակում, այո, բայց ըստ թուղթը գրված է, որ բանակում չի։ Հեսը կարդացի։ Սեստեր ակցիոն բան չի մնացել, որ վերադառնա։ Հովանես Պետրոսյան։ Գնացել է։ Ինչ կարդամ, ակնոցներից պիտի դնեմ։ Ինչ ագրած մեզ հետաքրքիր չի, ինքը բանակում է։ Լավ է, որ Հովանեսը շուտ եկավ, թե չէ պարոն Իսպիրյանին հաճելի պահեր չէին սպասվում։ Հովանեսի ծնողները իրոք չէին սպասում իրադարձությունների նման ընթացքի։ Իա։ Անակնկալ է, դա։ Անեցեք նստեք, ինչ ասում Ամեցեք, նստեք։ 5 օրը բել եք։ Շատ է, խոնարհ Եթե ասեցի ինչ ես կարոտում, որ հասնես տուն մամայի տոլման։ Ո՞նց է ուտան։ Զինծառայողների համար արվեստագետների այդ ողջ օրը անցկացնելը կարծում եմ բավականին մեծ պատիվ է, բայց արվեստագետների համար եւս մեծ պատիվ է օրը անցկացնել զինծառայողների հետ համաձայն։ Համար մեծ պատիվ էր ու այս օրը հիշարժան օր էր, ես միշտ կհիշեմ։ Բոլորը կերազեին այսպիսի օր ունենային, նամանավանդ որ այսպիսի քարտ զինվոր ունենք եւ մի 5 երջանիկ օր պարգևեցինք այսօր մեր զինվորի ընտանիքին եւ զինվորին։ Դե ինչ, մնում է ասել, որ հանրայինի եթերում մարդիկ հաղորդաշարն էր եւ ձեզ հետ էր Նորայր Հարությունյանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Յանքս կտամ հայրենիքիս, հոգիս աստծուն պատիվս ինձ, զենքս որ դուս իսկ սերես մայրերին կտամ, ապարդայած Փարիժը դիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական Մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց սպաներ պատիվ ունեմ։